Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ադամյան։ Բարև։ Տիկին Ադամյան, հարցազրույցը սկսենք Վիտալի Բալասանյանի հայտնի հայտարարությունից, որ Հայաստանը պիտի դառնա միութենական պետության մաս։ Նման հայտարարություն վերջին շրջանում առաջին անգամ չէ, որ լսում ենք, բայց հասկանանք ինչու հիմա, ինչու հենց եկեղեցու բակից, արդյոք պատահական էր ընտրված տեղը, վայրը եւ ինչ միտում ունեն նման հայտարարությունները, վտանգավոր չեն, թե նման հայտարարություն անողները, թե նման հայտարարության տողատակերը։ Ես կարծում եմ, որ Վիտալի Բալասանյանի հայտարարության ընդհանրապես պետք չէ լուրջ վերաբերվել, շատ ավելի լուրջ են քաղաքական ուժերի ներկայացուցիչների համահունչ հայտարարությունները, որովհետև վերջ առանց չնայած նպատակը նույնպես նույնն է։ Հայաստանի Հանրապետությունը պետք է հայտնվի Ռուսաստանի Դաշնության կազմում, ինչպես եղել է 100 թե քանի տարի առաջ։ Դա է ամբողջ խնդիրը։ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին կամ եկեղեցու բակուն, գիտեք, շատ ավելի կարևոր է հարցը, իսկ Վիտալի Բալասանյանը ընդհանրապես ինչպես հայտնվեց Հայաստանի Հանրապետությունում։ Լավ հարց է։ Հա, ինչպես հայտնվեց այն պարագայում, երբ ռուսները Արցախի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը հավաքեցին Իվանյանում եւ Հայաստան ուղարկելու փոխարեն հանձնեցին Բաքվին։ Բայց Վիտալի Բալասանյանը Հայաստանում է։ Գուցե դա իսկապես հենց այն ծրագրի մասն էր, որ որոշ, ասենք, որոշ գործիչներ, որոշ մարդիկ նվազ կամ ավելի բարձր դրամաչափի պետք է մնան ազատության մեջ եւ ազատության մեջ բարձրաձայնեն այն գաղափարները, որոնք, ասենք, Բաքվի դատարանում շնչով դատավարությամբ դատվողները այլևս չէին կարող բարձրաձայնել։ Գիտեք, Վիտալի Բալասանյանը շատ ավելի ճիշտ կաներ, որ մտածեր, ըստ Հայաստանի Հանրապետությունը Արցախացնելու, այլ Արցախ վերադառնալու մասին, կամ Արցախից չհեռանալու։ Ինչ եք կարծում, նման մտքեր ունի վերադարձի մասին։ Չգիտեմ, չեմ կարող ասել Վիտալի Բալասանյանի մտքերը որողությամբ են սլանում, բայց այս պարագայում օրիգինալ չեմ լինի, որ ասեմ, որ ընդհանրապես Վիտալի Բալասանյանը պետք չէ որ մտածի, որտեղ Վիտալի Բալասանյանները ասում են այն, ինչ իրենց պարզապես հրահանգվում է ասել, ուրիշ ոչինչ։ Որովհետև որոշ քաղաքական ուժեր, այդ թվում որոշ ընդդիմադեր հենց դա նկատի ունեմ։ Նրանք գործում են հրահանգից, հրահանգը տրվում է մեկ հայտնի կենտրոնից։ Պես որ կարևոր չի եկեղեցու բակում է դա հնչում է Երևանի, ասենք, X փողոցում, երեկոյան, չգիտեմ, ցերեկը, թե արևածագին, միևնույն է, հրահանգի իջեցված է եւ նման տխմարությունները պետք է տիրաժավորվեն։ Իսկ որ այդ քաղաքական ուժերը նաև Արցախ վերադարձի մասին են խոսում, Արցախն են պարբերաբար հիշում, կարոտում, սրտնեղում, որ Արցախն են կորցրել։ Այդ հողմնային Արցախում, չի մասին է խոսքը։ Դա կարոտել են հողմնային Արցախում։ Ու հիմա ինչ չասեք, որ եթե մնային կզոհվեին։ Չասեք այդ բանը։ Այնպես անեին, որ այդպես չլիներ։ Հեղաշրջում չանեին։ Ինչ որ, չգիտեմ, Ռուսաստանից գործողված մարդկանց պետնախարար չնշանակեին, որ Արցախի ընտրված նախագահին պաշտոնանկի։ Թույլ չտա, որ Արցախի ընտրված նախագահը ոչ թե Եվրոպա բանակցությունների, այլ, չգիտեմ, ինչպես արդեն մեկ այլ նախագահ 10 օրվա մեջ եւ լախում Արցախ լուծարի, հետո լուծարել ինչ բան, ընդհանրապես ես չեմ, ես տեղյակ չեմ։ Երեք այս պատմությունը իսկապես շատ ցավալի, շատ տխուր, շատ ողբերգական պատմություն է, բայց ողբերգականության մաս է դարձել նաև այն, որ մենք բոլորս այս ամեն ինչի համար իսկապես սրտանց, չգիտեմ, նույնիսկ դժվար է ասել ինչ չափ է, անչափ, պարզապես անչափ ու անչափելի ցավում ենք, ու ցավում են բուն արցախցիները, բուն արցախցիների համար է դա իսկապես ողբերգություն, բայց կան Արցախի այսպես չգիտեմ նույնիսկ նրանց ինչպես անվանել, էլիտա անվանել, իշխանության ներկայացուցիչ անվանել, չգիտեմ, չեմ կարող հստակ ասել, թե այդ մարդիկ վերջին հաշվով ինչ դեր ունեն, բայց հենց այդ մարդիկ վաճառեցին Արցախը, հենց այդ մարդիկ պատճառ դարձան, որ Հայաստանի Հանրապետությունը
Այսքան զողողությունների, երրաբլուրի, այսքան կորուստների, այս ամեն ինչից հետո Արցախ կորցնի ու Արցախցին Արցախ կորցնի։ Այն Արցախցին, որ հիմա իսկապես իր հողի համար, իր երկրի համար, իր երկնքի համար կսկծում է, բայց ոչ այդ մարդիկ, որ եկել են նստել են Հայաստանի Հանրապետությունում եւ հիմա էլ Կասանդրայի սինդրոմով տառապելով Հայաստանի Հանրապետության դռներն են ուզում փակել, ինչպես Արցախի դռները փակեցին, լույսերը հանգցնեն, բանալիները տան Մոսկվային։ Բայց մենք այդ դասը սովորել ենք Արցախի կորստի։ Արդյոք Արցախը քիչ էր Վիտալի Բալասանյանիկների համար, քիչ էր Արցախը։ Հիմա Հայաստանի հարցն է դրված։ Գիտեք, ես չգիտեմ ով ինչպես կգնահատի, բայց ես կարծում եմ վերջին հաշվով կա ազգային անվտանգության ծառայություն եւ վերջին հաշվով կան մարդիկ, որոնք պիտի զբաղվեն նման հայտարարություններով, որովհետեւ ինձ համար օրինակ գեր տհաճ է նման տխմարությունը լսել, վստահ եմ, որ էլի մարդիկ կան, որոնց համար իսկապես նման անհետեցությունները լսելը, չգիտեմ, նույնքան անհեթեթ է նման անհետեցություններ լսելը, բայց կան մարդիկ, որոնք պետք է այդ անհետեցությունները պարզապես կասեցնեն, առավելևս ընտրություններից առաջ, եւ թույլ չտան, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հրապարակային կոչեր հնչեն, ինչի մասին է խոսքը։ Վերջ ասում ենք ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի։ Դե եկեք պաշտպանենք, ինչ ենք գնում այս ամենաթողության ճանապարհով։ Լավ, միաժամանակ նաև հայտարարություն է անում առաջին նախագահը, էլի խոսում է Սամվել Կարապետյանի մասին, գիտեք ավելի վաղ խոսել էր, որ ընդդիմությունը պիտի մոբիլիզանա նրա շուրջ, Սամվել Կարապետյանն է այն ուժը, որը պիտի գա եւ փրկի այս իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը կհեռանա միայն, եթե մենք մոբիլիզանանք Սամվել Կարապետյանի շուրջ, մոտավորապես նման հայտարարություններ արել։ Հիմա էլ առաջին նախագահը հայտարարում է, թե Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը, փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու ուղղությամբ։ Տիկին Ադամյան, առնվազն տարօրինակ չէ, որ առաջին նախագահը նման հայտարարություններ է անում, եւ եթե տարօրինակ չէ, ապա նաեւ նման հայտարարությունները ինչ կարող են պատմել առաջին նախագահի պաշտոնավարման տարիների մասին, եթե հետայացք գցենք։ Դուք բաց թողեցիք առաջին նախագահի վերջին հայտարարության սկզբնամասը, որտեղ նա իզարմանս ինձ, այսկապես իզարմանս ինձ, ասում էր, որ 94 թվականի հաղթանակը չարժևորվեց։ Այդ ինձ համար ֆենոմենալ էր, որովհետև այդ հաղթանակը առաջինը ոտնահարած մարդը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Առաջինը ոտնահարած մարդը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ հաղթանակից հետո ասում էր եկել է լրջանալու պահը եւ կասկածի տակ էր դնում այդ հաղթանակը։ Դրա հետ ինչպես հաշտվենք։ Պարզապես դրա հետ ինչպես հաշտվենք։ Մարդ, որ ինքը իր նախագահության տարիներին ձեռք բերված հաջողություններին նաև մեր գերկասկածով, մարդ, որ առ այսօր տառապում է այն սինդրոմը, որ իրեն իշխանը զրկեցին, թեպետ ոչ ոք իրեն հրաժարական չի պարտադրել, մարդ ում կողմնակիցները առ այսօր ասում են, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական չտար, երկրում կսկսվեր քաղաքացիական պատերազմ, абսուրդների абսուրդը։ Իսկ ինչ պիտի ասել Լևոն Տեր-Պետրոսյանը այդքանից հետո։ Դեք Լևոն Տեր-Պետրոսյանի համար կա մի պարզ ճշմարտություն, ինքը միշտ ճիշտ է։ Վերջ։ Այդտեղ արդեն ավարտվում են աշխարհի բոլոր իմաստնությունները, աշխարհի բոլոր առարկությունները, ինչ ասեմ, աշխարհի ամբողջ փիլիսոփայությունը, ամեն ինչ այդտեղ ավարտվում է։ Ինքը միշտ ճիշտ է։ Եթե ինքը ինչ-որ մի բան մի անգամ ասել է, դա այսպես ավետարանի կողքին գրված, շուրիշկանի ավետարանի, թե որ ավետարանի, դժվարանում եմ ասել, Մատենադարանում ինքն է աշխատել, ինքը ավելի լավ կիմանա, ճշմարտություն է, ցավոք, այդպես չի։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ վաղուց կտրվել է իրականությունից։ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ վաղուց կորցրել է ոչ միայն երկրի զգացողությունը, ոչ միայն իրականության զգացողությունը, այլև քաղաքականության համը։ Չի հասկանում ինչ է կատարվում։ Չի հասկանում ինչ է կատարվում աշխարհակաղակական կտրվածքով, չի հասկանում ինչ է կատարվում ներքաղաքական կտրվածքով։ Նա պարզապես անդադ պետք է ինչ-որ բան ասպարեզ նետել, որպեսզի մարդկանց գիտակցության մեջ մնա այս հակը դեռ կա։ Հակը դեռ գոյություն ունի։
բայց ինչի համար է այդ հակը։ Ինչ է ուզում այդ հակը։ Այդ հակը, որ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենալ վերադարձից հետո գնաց ինքնասպանության ճանապարհով։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր քաղաքական բոլոր ձեռքբերումները օրառօր 2008 թվականի մարտի 27-ից հետո, երբ Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության սպիտակ դրոշները ցուցարարները նետեցին ու Լևոն նախագահ կորալով գնացին օպերա։ Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց տուն ուղարկեց։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչ ասեմ, քաղաքական վախճանն էր, որովհետև դրանից հետո նա այլևս բարոյական իրավունք չուներ այդ մարդկանց, որ իր հետևից էին գնացել, այդ մարդկանց, որ իր կողքին էին կանգնած, բարոյական իրավունք չուներ ոչինչ ասելու։ Առավել էս մարտի 1-ից հետո։ Այնուամենայնիվ վերջին Առավել եւս այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դրեց ու սկսեց իր քաղաքական կապիտալը ՀՀԿ-ի հետ բանակցություններում, պարզապես, ինչ ասեմ, գիտեք, դժվար է քաղաքականության մեջ գտնել նման օրինակ, երբ փախտած նախագահը ոչնչացնում է իր կողմնակիցներին, ոչնչացնում է իր գաղափարները։ Դե իսկ Գագիկ Ծառուկյանի այդ բուրժուա դեմոկրատական հեղափոխության մասին արդեն թույլ տվեք լռան։ Որտեվ շատ երկար կլինի Լևոն Տեր-Պետրոսյանի, չգիտեմ, քաղաքական դամբանականը, թե քաղաքական, այսպես անցած ուղու վերցանումը։ Լավ, այնուամենայնիվ շատ կարճ փորձենք հասկանալ վերջին տեքստերում շատ է մեջբերվում այն մասին, որ հիմնադիր նախագահը վերջերս նաև ասացին նա հիմնադիր պատրիարքի դերն է իր վրա վերցրել։ Հիմա ինչի մասին է երազում կամ չգիտեմ, ինչ է ուզում հիմնադիր նախագահը, հիմնադիր պատրիարքը։ Հայաստանի Հանրապետությունը միութենական պետության կազմում։ Այո։ Այո։ Չէ, բացարձակապես տարօրինակ չէ, եթե հաշվի առնենք, թե Հայաստանը երբ հայտնվեց հապկում, թե հայ-ռուսական այսպես շնշող բարեկամության համաձայնագիրը որ թվականին կնքվեց, ինչ պայմաններով եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ես շատ ցավով եմ դա ասում, որովհետեւ ինքս էլ շատ երկար Լևոն Տեր-Պետրոսյանին իսկապես համարել եմ հիմնադիր նախագահ, ինքս էլ մինչեւ այսօր այն օպերայի Բաքում շեփորից հետո սակրալ լռությունը, երբ բոլորի շնչառությունը դառնում էր մեկ մարդու շնչառություն, ինձ համար համարել եմ շատ կարևոր միասնության, համերաշխության, ինքնիշխանության եւ այլնի պահ։ Պարզվում է, որ այդ պահը գոյություն է ունեցել, ասենք, հրապարակում եղողների մեջ, բայց հարթակում եղողներից շատ քչերի մեջ է եղել, ու այդ քչերի մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ չի եղել, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն համարել է պրագմատիկ, իսկ նրա ամբողջ այդ ֆենոմենալ պրագմատիզմը թելադրել է, որ Հայաստանի Հանրապետությունը փոքր պետություն է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ոչ իր անվտանգությունը, ոչ իր տնտեսությունը, չգիտեմ էլ ինչը ապահովել առանց Ռուսաստանի, ու իր վարած քաղաքականությունը դա է եղել, դրա համար նա հենց դրեց լրջանալու պահը։ Եկեք էս էլ ընդունենք։ Ինչու պիտի լրջանայինք հաղթանակից հետո, ինչ էր եղել։ Տիկին Ադամյան, ցավով պիտի արձանագրեմ, որ մենք փոխանակ ներկայի ու ապագայի զարգացման միտումների մասին խոսելուց հիմա նախկիններին ենք այսպես նորից անդրադառնում, բայց հնարավոր չէ չանդրադառնալ նրանց թեզերին, ինչպես դուք նկատեցիք, հիմա հաջորդ գիգանտին անդրադառնանք։ Ռոբերտ Քոչարյանն է նաև խոսել, այս անգամ էլի, ինչպես դուք ասացիք, ոնց է վերում այդ մտքի տիտանների հարցում։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանն էլ նախ ասում է, որ զարմանում է ինչպես կարող էին Հայաստանի ղեկավարները կարկանդակ ուտել այն պարագայում, որ կարող էին զանգել Միացյալ Նահանգներ, Եվրամիությանը, կասեցնել Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատերազմը։ Հիմա ինչու Հայաստանի ղեկավարությունը չի շտապում կասեցնել Իրան-Ամերիկայի Ռուս-ֆրանսիական պատերազմը ինչի՞ չկասեցրի։ Իմ մտքով էլ էր այսօր դա անցնում։ Հարցը չէ։ 2008 թվականին։ 2008 թվական, ինչու չկասեցվեց ռուս-ֆրանսիական պատերազմը։ Քոչարյանը կարող է։ Ինչ որ Սարկոզի եկել էր, ոչ մի բան չկարողացավ անել։ Այդ ո՞նց էր։ Չհարց է էլի։ Ես չեմ հավակնում մտքի տիտան լինել բացարձակապես։ Ես ուզում եմ հասկանամ էլ այդ մարդիկ ընդհանրապես ինչով են մտածում։
Գորշ զանգվածը ԿՆ11 գործի դնում են։ Արդյոք երբ ամբողջ ՄԱԿ-ը արաբական աշխարհի գրեթե բոլոր պետությունները, ել չեմ ասում Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ել չեմ ասում, խառնված են իրար ու չեն կարողանում այդ հարցը լուծել, այ հիմա Մարատ Միրզոյանը թերևս կամ գուցե թմբուկը վայր դրած Նիկոլ Փաշինյանը զանգում է ու ասում է Տրամփ, դադարեցրու պատերազմը եղբայր, վայել չի։ Հետո զանգում է, չգիտեմ, այնտեղ արդեն ում, Փեզեշքյանին, թե նոր գերագույն հոգևոր առաջնորդին, նախկին առաջնորդի որդուն, ու ասում է ռահբար, եղբայր, դադարեցրու պատերազմը։ Դա մեզ տարածաշրջանի շահերից չի բխում ու մեզ ձեռնտու չի։ Ու հետո, այսպես բոլորով գնում են ու Ռոբերտ Քոչարյանին հայտնում են շնորհակալություն։ Եթե դու ես գաղափարը մեզ չտայիր, մենք դեռ մինչև հիմա կոտորում էինք իրար, դու մեզ փրկեցիր։ Վերջ։ Հա? Այսքան պարզ էր փաստորեն։ Այսքան հանճարեղ։ Գիտեք, ես կարծում եմ, որ այ հիմա մենք ոչ թե պետք է գնանք այդ կատակերգությունների, այդ զավեշների, շատ ցավալի զավեշների հետևից, այլ պետք է հասկանանք Ռոբերտ Քոչարյանի ցինիզմի հիմքում ինչ է դրված։ Իսկ ինչ է դրված Տիկին Ադամյան։ Ռոբերտ Քոչարյանի ցինիզմի հիմքում դրված է իր վախը։ Եվ այն հայտարարությունը, որ իր ոդկասթում ինքը վերադարձավ իբրև ու մարդ որ չի դավաճանում իր արժեքներին, իր կերպարին, իր էլ չգիտեմ ինչին, це գերագույն սուտ էր։ Մարդ որ չի վերադարձավ։ Ինքը վերադարձավ, որտեղ ինքը չէր կարող մնալ այնտեղ, որտեղ էր։ Որտեղ իրեն աստին վերադարձիր։ Վերադարձիր, դու մեզ պետք ես բանտում, դու մեզ պետք ես չգիտեմ որտեղ, բայց այստեղ դու մեզ պետք չես գնա։ Գնա, պարզապես։ Ճիշտ նույն ճանապարհը հետո անցավ Սամվել Կարապետյանը, որովհետև այս առաջին վերադարձավ ու ձախողվեց։ Այ Ռոբերտ Քոչարյանի ձախողման հետևանքն էր Սամվել Կարապետյանի հայտնությունը, ճիշտ նույն երկրից, ճիշտ նույն ճանապարհով, ճիշտ նույն նպատակով։ Իսկ Սամվել Ռոբերտ Կարապետյանը Քոչարյանի այդ ամբողջ, ինչ ասեմ, փայլուն, փառահեղ, պսպողուն ոդկասթում ամենը մի ճիշտ գաղափար է ասել։ Առայն որ ինքը իր քոքը մաշեցրեց։ Այդ խոստովանությունը ես ընդունում եմ։ Բայց այն պատրանքը, որ ինքը այսպես դրած մաշեցրեց, չգիտեմ էլ ուրիշ ինչ քոքեր։ Ինչ որ մեկը երևի թե պետք է իրական ջին փսփսա, դա շատ մեծ չափազանցություն է։ Իսկ ինչ սпасել Սամվել Կարապետյանի ուժից։ Ոչինչ, ինչ պիտի սпасես։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանը կարծես թե ինքն էլ խոստովանեց, որ այո, որոշակիորեն մաշեցրել են նաև իրենց, հիմա դաշտ են նետում նոր ուժ, ուժեղ ուժ։ Ռոբերտ Քոչարյանի վախերը պետք չի որ դառնան հասարակության վախերը։ Ռոբերտ Քոչարյանը իսկապես Սամվել Կարապետյանի ուժից իր բացահայտ խոստովանեց իր վախը, նույնիսկ փորձեց ներկայացնել, որ միևնույն է։ Ես եմ բացել ճանապարհը եւ դուք ինչ էլ անեք, ինչ էլ չանեք, անցնելու եք իմ բացած ճանապարհով, այ օրինակ այս դեպքում դանկոն ես եմ։ Ես սիրտս հանեցի, այսպես պահեցի, որ դուք գաք ու Հայաստանի Հանրապետությունը ձեր պրիմիտիվ պոպուլիստական դեմագոգիկ, չգիտեմ, հայտարարություններով փորձեք փաթեթավորել, ձեր պսպողուն այսպես, չգիտեմ, միլիարդանոց ժապավեններով կապել ու հանձնել Մայրուսիային։ Տիկին Ադամյան, նաև հասկանանք ես հերահար, չասեմ առճակատումը, բայց որոշակի հայտարարություններ պարբերաբար մեր ձևովից անդրադառնում են ձեր ուժին, վերջերս էլ Նարեկ Կարապետյանը։ Մեզ շատ սիրում են։ Այո, Արամ Սարգսյանի հայտարարություն։ Ֆենոմենալ սեր է, ես ձեզ ասեմ, ֆենոմենալ սեր է, ցավոք, չգիտեմ, իմ դեպքում ամենայն դեպս փոխադարձ չէ, որովհետև այդ պարագայում եթե դիմում են Հանրապետություն կուսակցությանը կամ Հանրապետություն կուսակցության վերաբերյալ ինչ-որ բան են ասում, ես կհորդորեի բոլորին, ոչ միայն Սամվել Կարապետյանին, շատերն են այս վերջերս այդ գործը անում, խնդրում եմ էլ եթե հնարավոր է այդքան պրիմիտիվ մի եղեք։ Եթե հնարավոր է, մի քիչ մտածեք ում կոնկրետ ու ինչի մասին եք խոսում։ Պարզապես մտածեք, հետո փորձեք Հանրապետություն կուսակցության կամ Արամ Սարգսյանի անունը արտաբերել։
Սա իմ խնդրանքն է, իմ հորդորն է։ Իսկ կիսում եք պարոն Սարգսյանի այն տեսակետը, որ այնուամենայնիվ այդ ուժը իրավունք չունի ընտրական process-ների մեջ մտնելու։ Ես կարծում եմ, որ պարոն Սարգսյանի այդ տեսակետը ոչ միայն ես եմ կիսում, այլև կիսում են հազարավոր հայեր, որովհետև դե ֆակտո Հայաստանի Հանրապետության օրենքները գործելով պարագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչքան էլ այսպես ասած փաստաթղթային անճշտություններ չլինեն, չի կարող գրանցել մեկ ուժի, որը մրցակցային պայմանները խախտում է։ Բացահայտորեն օտարերկրյա ծագման կապիտալ ունի։ Իսկ որտեղ էստեղ մնաց ժողովրդավարությունը, որտեղ էստեղ մնաց բոլոր ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու արդար թափանցիկ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու իշխանության պատասխանատվությունը։ Ինչու՞ մարդիկ ընտրության, ռեալ ընտրության շանսից պետք է զրկվեն։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Եվ կարծում եմ, որ այս պարագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է այդ հարցի պատասխանը տա։ Եվ Սամվել Կարապետյանի ուժը չի կարող որևէ պարագայում, եթե Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես օրենքները գործում են, չի կարող հայտնվել ընտրություններում։ Առավել ևս չի կարող հայտնվել ընտրություններում, քանի որ չունի վարչապետի տեխնացու, որը բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենքներին։ Քանի անգամ եք տեսել, որ եռաքաղաքացին, պարզապես եռաքաղաքացին կարող է վարչապետի տեխնացու լինել։ Արդյոք չեմ անդրադառնում են աբսուրդին, որ իրենք հաղթում են ընտրություններում, գալիս են ու սահմանադրություն են փոխում։ Այսինքն, եթե Սամվել Կարապետյանի աչքերը ճիշտ ասած չգիտեմ ինչ գույն են, բայց եթե սահմանադրությունում գրած լիներ, որ պետք է սև աչքերով լինի նախապտի գան սահմանադրություն փոխեն ու կապույտ աչքերով լինի։ Ամեն նախագահի համար մենք պետք է սահմանադրություն փոխենք։ Այդ սահմանադրությունը ինչ է, խամաճիկներով խամաճիկային տիկնիկ է, ցանկացած նախագահ այնպես անի, որ այլևս որևէ մեկը չկարողանա իշխանության գալ, հարմարեցնի իրեն։ Ում համար է գաղտնիք, որ 2015 թվականին սահմանադրություն փոխվեց հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ, որպեսզի կուսակցություն չունեցող Ռոբերտ Քոչարյանը չկարողանա նախագահական ընտրությունների մասնակցել։ Այս դրա համար մենք չգիտես ինչի անցանք խորհրդարանական կառավարման, որը աբսուրդների աբսուրդն էր։ Այն խորհրդարանական կառավարման, որը երկիրը փաստացի պարբերական ճգնաժամերի մեջ մտցրեց։ Եվ որից չգիտես ինչու չի հրաժարվում նաև ներկայ իշխանությունը։ Այսինքն դուք նախագահական կառավարման կողմնակից եք։ Միանշանակ Հանրապետություն կուսակցությունը միշտ եղել է նախագահական կառավարման կողմնակից, որովհետև նախագահական կառավարումը երկրի կառավարման ավելի արդյունավետ մոդել է մեր պարագայում։ Այն պարագայում, երբ կուսակցությունները չեն կայացել այն ժամանակ, Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը երբ ջատագովում էր խորհրդարանական կառավարման մոդելը, հայտարարում էին, դե գիտեք, դա կնպաստի կուսակցությունների կայացմանը։ Բախի չկայացան այդ կուսակցությունները։ 2015-ից առ այսօր ինչու չկայացան այդ կուսակցությունները։ Երբ չի կարելի ֆիկտիվ նեղ կուսակցական շահերով կամ նեղ իշխանական շահերով երկիրը դարձնել փորձադաշտ։ Պարզապես դա բումերանգով հարվածում է երկրին, հարվածում է ժողովրդին, հարվածում է քաղաքացուն, հարվածում է պետությանը։ Պետությունը փորձադաշտ չի։ Տիկին Ադամյան, դաշտ են նետվում ամենատարբեր հարցումներ, օրինակ ըստ Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստան դաշինքի առաջատարը իրենք են, Նարեկ Կարապետյանը օրերս խոսում էր այլ հարցման մասին, որտեղ առաջատարն իրենք էին, բայց կուզենամ անդրադառնանք նաեւ Միջազգային Հանրապետական ինստիտուտի Միացյալ Նահանգների կողմից իրականացված այս հարցմանը վերջին, որտեղ քաղաքացիական պայմանագիրը որքան էլ որ առաջատար է, բայց պարզ է, որ ընդդիմադիր սեգմենտը, այսպես առաջատար է Սամվել Կարապետյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանն են մրցակցում նույն տոկոսներով գրեթե կարելի ասել։ Հիմա տևական ժամանակ է, քանի որ խոսվում է քաղաքական դաշտի առողջացման մասին, արդյոք ինչ է կարծում 2026 թվականի խորհրդարանում, եթե նման պատկեր ունենանք, մեծամասնություն կազմող քաղաքացիական պայմանագիր եւ ընդդիմադիր ուժեր, որոնք երբեմն նրանց ռուսամետ են անվանում, սա արդյոք քաղաքական իրենք այդպեսին են, այո։ Արդյոք սա քաղաքական դաշտի առողջացման մասին է եւ կայացման մասին է։ Բացարձակապես ոչ։ Ինչ վերաբերում է հարցումներին, ես կարծում եմ, որ լավագույն հարցումը լինելու է 2026-ի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։ Այդ դա կլինի լավագույն հարցումը։ Եվ ես կարող եմ
ձեռքս խղճից դրած հայտարարել, որ առ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված որևէ հարցում հետագայում, եթե վերաբերել է ընտրություններին, հետագայում իրեն չի արդարացրել։ Թե ընտրողների թվով, մասնակիցների թվով, թե տարատեսակ կուսակցությունների արդյունքներով։ Ինչ վերաբերում է Հանրապետություն կուսակցությանը, դեռ Երևանի ավագանու ընտրություններում մեզ տալիս էին 2%, թե 1%։ Գնացինք 11.3% հավաքեցինք։ Բաղարշապատի ընտրություններում անգամ ԿՊ-ն հրապարակեց, որ մենք ընդամենը 1% ունենք։ Մենք գնացինք ու 4%-ին ընդամենը 13% ձայն պակասեց, որ այդ 4%-ը հավաքենք։ Էլ արդեն մյուս ընտրությունների մասին չեմ ասում։ Չեմ ասում նաև այն մասին, որ այդ ձեր հիշատակած ձեր հիշատակած հարցման տվյալներով բացարձակ անտրամաբանական հասկացություններ կան։ Եթե Հայաստանի Հանրապետության բնակչության 52%-ը կողմ է Եվրամիությանը, այդ ո՞նց Եվրամիության անդամակցության գործընթացը, ջատագովող, ստորագրահավականող, այդ ինչ ասեմ, ընդհանրապես այդ գաղափարը առաջ մողող կուսակցություններին ձայն չի տալիս, որտեղ է այստեղ տրամաբանությունը։ Ես ընդհանրապես որևէ հարցման չեմ հավատում։ Ես չեմ հավատում ոչ միայն Հայաստանի Հանրապետության վերաբերող հարցումներին, ես չեմ հավատում նաև այլ երկրների վերաբերող հարցումներին, եւ որպես կանոն ես ճիշտ եմ, որովհետեւ այդ հարցումները իրականում ունեն մեկ նպատակ՝ քարոզչություն։ Հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակ ունեն։ Օրինակ այսօր պետք է մարդիկ այդ հարցման տվյալներին ծանոթանան ու հասկանան Հանրապետություն կուսակցությունը միևնույն է խորհրդարան չի մտնելու, այս հարցման տվյալներով գնանք ձայնը տանք այն կուսակցություններին, որոնք խորհրդարան են մտնելու։ Ազդեցին մարդկանց կարծիքի վրա, ապա կողմնորոշեցին այդ մարդկանց։ Իրենք իրենց խնդիրը լուծել են։ Իրենք իրենց գումարը գրպանել են, իրենք երջանիկ են։ Ցանկացած հարցում, էլ եմ ասում, ունի ոչ թե հասարակական կարծիքի վերհանման, հասարակական կարծիքի, ինչ ասեմ, լայնակի ներկայացման խնդիր, այլ քարոզչական նպատակ ունի։ Եվ այդ քարոզչությանը պետք չի զոհ գնալ։ Այսինքն հստակ պատկերը կլինի հունիսի 7-ի ընտրություններով։ Ես վստահ եմ, որ հասարակական որևէ հարցում իրականում ընտրությունների արդյունքների վրա շատ չնչին ազդեցություն է ունենալու։ Իսկապես շատ չնչին ազդեցություն է ունենալու։ Գիտեք, ազդելու են մարդկանց վրա, ովքեր ի սկզբանե վարձավճարված են։ Ովքեր ի սկզբանե վարձավճարված են, ովքեր գնալու են այն ընտրությունն են անելու, որը իրենց թելադրված է դրսից։ Թելադրված է ներսից ինչ-ինչ շահերից ելնելով։ Որտեւ մտածող մարդը, իսկապես երկրի մասին մտածող մարդը, պետության մասին մտածող մարդը որևէ հարցման չի ապավինի։ Ինքը ունի տեսակետ, ինքը ունի սեփական կարծիք, ինքը ունի աշխարհը եւ իր հնարավորությունները գնահատելու հնարավորություն։ Այդ պարագայում իմ ինչին է պետք է հարցումը։ Բացարձակապես իմ ինչին է պետք է հարցումը։ Սա ես խնդրում եմ հանկարծ չհամարեք, որ հանրապետությունը տեսեք այսքան տոկոս, այնքան տոկոս, այ հանրապետության ներկայացուցիչ եկել է, ապա հակաքարոզչություն է անում հարցման դեմ։ Ոչ, քավլիցի։ Նման նպատակ, նման մտադրություն ես չունեմ։ Ես միշտ ապավինել եմ մտածող մարդուն։ Ինձ համար կանոնիկ է եկել մտածող մարդու տեսակետը։ Տեսակետ ունեցող մարդը ուրիշների տեսակետները չի դնում սեփական տեսակետի հիմքում։ Լսում է, լավ ու վատը ընդունում է, առարկում է կամ համաձայնում է, համադրում է կամ հակադրում է, ձևավորում է իր տեսակետը ու պաշտպանում է ու տեր է իր տեսակետն ու իր տեսակետը իր գործունեության, իր որոշումների ընդունման առանցքում դնում է իր տեսակետը։ Այ դա է մտածող մարդը։ Ինչ վերաբերում է խորհրդարանին, ձեր հարցը կիսատ մնաց, ես ինչ որ այսօր ոնց որ շատ բազմաբառ եմ դարձել։ Ես կարծում եմ, որ 2026-ին ընտրվելիք խորհրդարանը իրավունք չունի այս գործող խորհրդարանի պատկերը կրկնելու, որովհետև գործող խորհրդարանում հայտնվեցին այնպիսի քաղաքական ուժեր, որոնք բացարձակապես այս երկրի ու այս երկրի զարգացման, այս երկրի հնարավորությունների, պետության խնդիրների հետ կապ չունեին։ Եվ իրենց առաջին նիստում իսկ հայտարարեցին, որ իրենք եկել են խորհրդարան, որպեսզի հեղաշրջում անեն։ Հիշեք ծրագրային ելույթները։ Առ այսօր այդ հեղաշրջումը չի եղել։ Եվ առ այսօր ոչ միայն այդ հեղաշրջումը չի եղել,
Այլև առ այսօր իրենք չեն ստացել ժողովրդի աջակցություն, իրենք չեն ստացել այն քրիտիկական զանգվածը, որը եթե փողոց դուրս գար, իրենց ասածը հնարավոր կլինի։ Զարմանում եմ, որ այս պարագայում նույնիսկ գտնվում են այնպիսի ուժեր, որոնք ասում են դեռ իմպիչմենտի գործընթաց իրականացնելու հնարավորություն։ Ինչ իմպիչմենտ։ Ում իմպիչմենտի։ Փողոցային պայքար։ Հա, փողոցային պայքարով դեռ կարող ենք Այսինքն, եթե իրենք չեն ուզում մասնակցել ընտրությունների, իրենք արդարացում են գտել, թե ինչի չեն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Այդ մանկամտությունը մանավանդ այդպիսի կուսակցության համար ես կարծում եմ, որ ուղղակի ինքնախարազանում է արդեն ինքնախարազանում է։ 2026-ի հունիսի 7-ին ընտրվող խորհրդարանը պետք է մեկ առանցք ունենա ինքնիշխանություն, պետականության շահը։ Իսկ որպեսզի ինքնիշխանությունը եւ պետականության շահը պաշտպանվի, միանշանակ խորհրդարանում պետք է լինեն այն ուժերը, որոնք այդ քաղաքականությունը դնում են իրենց գործունեության հիմքում։ Ես չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀԿՊ-ն առաջիկա ընտրություններում պետք է հավաքի 65%։ Որքանով է ռեալիստիկ այդ պատկերը ցույց կտան ընտրությունները, բայց ես կարծում եմ, որ ցանկացած երկրում, եթե գնում ես, եթե պահպանում ես խորհրդարանական կառավարման մոդելը, չպետք է լինի նման բացարձակ մեծամասնություն, որովհետև այդ պարագայում ցանկացած ուժ ԿՊ-ն լինի, թե որևէ այլ ուժ լինի, այս պարագայում կարևոր չի կուսակցությունը։ Այս պարագայում սկզբունքային է գործունեության մոդելը։ Եթե մեկ ուժ է ընդամենը, մեկ ուժը կարողանում է որոշումներ, օրենքները առաջադրել, օրենքներ ներկայացնել, օրենքներ ընդունել առանց մյուս ուժերի աջակցության, դա վերածվում է արդեն տոտալիտարիզմի, որովհետև այդ պարագայում ԿՊ-ն, եթե ընտրվեց եւ գնաց 65%-ի, շարունակելու է իր ֆանտաստիկ հավասարակշիռը։ Իսկ այդ հավասարակշիռը այս պահին կասեցնում է Հայաստանի Հանրապետության հնարավոր զարգացումը։ Այդ հավասարակշիռը այսօր հարվածի տակ է դնում պետականությունը, որովհետև քաղաքացիական պայմանագիրի, ինչ ասեմ, նույնիսկ դժվարանում եմ այդ հավասարակշիռին որևէ որակում տալ, որովհետև իրականում այդտեղ որևէ հավասարակշռություն գոյություն չունի։ Զարմանում եմ, որ այդքան խելոք, այդքան մտածող, այդքան արդեն քաղաքականության մեջ համարյա թե ինչ որ մի քանի տարի պակաս տասնամյակ գոյություն ունեցող մարդիկ չեն հասկանում ինչ է նշանակում հավասարակշիռ։ Եթե դու քո երկրում կան այսքան մոնոպոլիաներ, ինչ հավասարակշռության մասին է խոսքը։ Խոսքը երկաթուղու մասին է, մոնոպոլիաներ ասել։ Երկաթուղու, ոչ միայն երկաթուղի, միայն երկաթուղին չի։ ԱԵԿ-ը, ռուսական ռազմաբազան, ռուս սահմանապահները, որոնք ընդամենը անցակետերից են դուրս բերվել, էներգետիկ ընդհանրապես համագործակցությունը, երկաթուղին արդեն ասացիք են, բոլոր ձեռնարկությունները, որոնք կարող էին աշխատել, բայց չգիտես ինչու չեն աշխատում։ ԵԱՏՄ անդամակցություն ու վերջապես ֆիասկոների ֆիասկոն Հայաստանի հավերժական սառեցված կարգավիճակը հապկում։ Ցեք դուք պատկերացնում եք մենք քանի այս ընթացքում դռներ ենք փակել, որոնք եթե ասենք այդպես մեղմոր են առանց շրխկացնելու չփակեինք, պարզապես սկսեինք այդ դռները բացել, մենք ինչ հնարավորություններ այսօր կունենայինք ու ինչ զարգացումներից այսօր կխոսեինք, եթե չկորցնեինք այդքան ժամանակը։ Եվ ընդհանրապես, ես չգիտեմ որևէ մեկը ուշադրություն դարձրել է, թե ոչ, վստահ եմ, որ դուք ուշադրություն դարձրել եք։ 2018 թվականից հետո մենք գիտեք քանի Հայաստան ենք ունեցել։ Մի քանի Հայաստան ենք ունեցել։ Սարսափել է, նույնիսկ գիտակցել է, թե մենք ինչքան փորձությունների միջով անցանք։ 2018 Թավշյա հեղափոխություն, 2019 ամեն ինչ դեռ պայծառ էր, երկինքը կապույտ էր, աստղերը շողում էին։ 2019-ին համարյա նույնը 2020 սկսվեց կորոնան։ Կորուստներ, տեսակ անհասկանալի իրավիճակ, ամբողջ աշխարհը խառնվեց իրար, ու այդ խառնված, այդ ինչ ասեմ, քաոտիկ իրավիճակում, երբ որևէ մեկը, չգիտեմ, երբ անգամ դիմա կապերը դարձել էին ինձ ֆենոմենալ միջոց, որ չգիտես որտեղից երկրները էին իրար այդ պայքարումը, այդ հայտնագործ տիրապետելու համար սկսվում է պատերազմ։ Պատերազմի ընթացքը շարունակությունը չեմ ասում։ Դրանից հետո հանկարծ հայտնվում է հարվածի տակ Հայաստանի Հանրապետությունը։
ու այդ ամբողջ ընթացքում 2018 թվականի հեղափոխության օրերից, երբ Նիկոլ Փաշինյանի 5 րոպե 1 ռեֆրենի պես կրկնում էր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ռևերս չանելու, մենք հասանք մինչև 22 թիվը դրա, այդպես ռևերս չարեցինք։ Ադրբեջանցիները հարձակվեցին մեր տարածքի վրա, մենք ասենք չենք կրակում, ռուսները մեզ պաշտպանում են, չենք պաշտպանում, ու ինչ արինք։ Այդտեղ Հայաստանի Հանրապետությունը փակեց իր 2018-ից սկսած պատմությունը, 22-ից 23 մենք ունեինք լրիվ այլ Հայաստան, 23-ից 24 մենք ունեինք լրիվ այլ Հայաստան, 24-ից առ այսօր մենք ունենք լրիվ այլ Հայաստան։ Իրեք մենք ինքնիշխանության զարգացման այս պարույրաձև փուլերը անցանք եւ այսօր օգոստոսի 8-ից հետո բոլոր հնարավորությունները ստացվել են, որ այդ ինքնիշխանության, անկախության ամրապնդման, տնտեսական զարգացման, որ հիմքերի հիմքն է ցանկացած երկրում, թե բանակի, թե ինչ ասեմ, երկրի իմիջի փոփոխության, անվտանգության, կենսամակարդակի բարձրացման, ամեն ինչի հիմքում տնտեսությունն է դրված։ Մենք չգիտես ինչու է տնտեսությունը վերածել ենք ճանապարհներ ենք կառուցում, մանկապարտեզներ, դպրոցներ ենք կառուցում, ինչի ռուսները չեն թողում գործարան բացենք։ Հա? Դա է պատճառը։ Իսկ ճանապարհներ ու դպրոցներ պետք չի կառուցել Տիկին Ադամյան։ Միանշանակ պետք է, ով ասեց պետք չի։ Ոնց պետք չի։ Պետք է։ Եթե կուզեք իմանալ, այդ վատ դպրոցների հետևանքն է նաև այս ամեն ինչը։ Ճանապարհները, դպրոցները, մանկապարտեզները, այդ ամեն ինչը գերանհրաժեշտ է։ Որևէ դեպ շինարարության դեմ որևէ մեկը չի կարող խոսել, եթե մենթալ պրոբլեմներ չունի։ Դա չի հարցը։ Հարցը նա է, որ տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի։ Այդ ամեն ինչը ոչ թե պետք է լինի անում ենք միայն սա, այլ պետք է լինի անում ենք սա, զուգահեռ սա։ Եվ եթե զուգահեռ դու արտադրությունը զարգացնում, եթե զուգահեռ դու մրցունակ ապրանքներ ես արտադրում, եթե զուգահեռ դու լուծում ես քո արդեն այն խնդիրները, որոնք քո երկիրը կախվածության մեջ չի դնում մենակ Լարսից, որը երբ ուզի բացվում է, երբ ուզի փակվում է։ Եթե դու այդ ամեն ինչը զուգահեռ ես անում համաժամանակ եւ զուգահեռ, ոչ թե հավասարակշիռ, համաժամանակ եւ զուգահեռ, դու ինչ պատկեր ես ունենում ընդամենը 3-4 տարվա մեջ, եկեք փորձենք այդ պատկերի անունը հասկանալ։ Ոչ թե ասենք դու մենք էս կկառուցենք, ճանապարհը կքանդվի, կվերակառուցենք, պետությունը ընդհանրապես աշխատատեղ ստեղծելու համար չէ, պետությունը պայմաններ է ստեղծում, որպեսզի լավ հասկացանք այդ ամեն ինչը, գիտեք, Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես երկնքի չի ընկել։ Հայաստանի Հանրապետությունը այս կամ այնքան անցնում է այն ճանապարհը, որ անցել են հետխորհրդային տարածքի բոլոր պետությունները։ Եվ այդ պետությունների փորձը ուսումնասիրելու համար լավագույն օրինակ են թե Արևելյան Եվրոպայի, թե Մեզբալթյան հանրապետությունները։ Նա կարող ենք դնել տարածքով մեր երկրին, ասենք, բնակչությամբ ու տարածքով մեր երկրին բավականին մոտիկ Էստոնիայի օրինակը։ Էստոնիայի թվային տնտեսությունը եկեք համադրենք մեր թվային տնտեսության հետ։ Համադրենք այնտեղ է լավ, այնտեղ է ամեն ինչ ավելի կառավարելի տնտեսության, պետության կառավարում ավելի արդյունավետ թե այստեղ, ուրիշ բան արդեն չեմ ասում։ Հետո գիտենք ինչ, մենք սկսել ենք մի տեսակ խոսել կոդերով։ Օրինակ ասում ենք օգոստոսի 8, ու մեզ թվում է, որ բոլորն ամեն ինչ հասկացան։ Կամ տրիպ, ասում ենք տրիպ, ու մեզ թվում է, որ բոլորը պատկերացնում են, այդ տրիպը վերջին հաշվով այդ ինչ է։ Իդեպ տրիպի հանդեպ նաև թշնամանք է սուժել, ինչով է պայմանավորված նույն երկրորդ նախագահի թշնամանքը։ Միանշանակ։ Ասում է Դուք միանշանակ ճիշտ եք, ու գիտեք դա ինչով է պայմանավորված, որովհետև եթե տարածաշրջանում չկա պատերազմ, իսկ տրիպի ինքնին պատերազմի բացառումն է, իրենք ում են պետք։ Իրենց պետք չի խաղաղություն, իրենց պետք չի ուժերը վերականգնող Հայաստան, զարգացող տնտեսությամբ Հայաստան։ Օրինակ Ռոբերտ Քոչյանը պարբերաբար ասում է, որ ինքը ախտած, չգիտեմ, նախագահ է, որի ժամանակ չեն եղել պատերազմներ, իր ժամանակ եղել է երկնիշ տնտեսականներ եւ այլն։ Այդ բան չմնաց այս երկրում, որ դու չհանեիր, չնվիրեիր։ Ով պիտի քեզ այդ պատերազմեր, ինչի համար քեզ այդ պատերազմային։ Դու առանց այդ էլ տալիս էիր այն ամենն, ինչ քեզնից ուզում էին։ Բայց եկավ պահ, երբ այլևս տալիք չկար։ Դու նույնիսկ քո ժողովրդին հանձնեցիր Ռուսաստանին։ Այդ քո երկնիշ, եռանիշ տնտեսական աճի ժամանակ Հայաստանում եղել է ամենամեծ արտագաղթը։
որ գիրը կգներ լավ կյանքից օտար երկրում ապրուստ մուրալու, որ գիրը, մենք այդ գիրն էինք, չեմ կարծում և չգիտեմ վստահաբար Ռոբերտ Քոչարյանը կամ Ռոբերտ Քոչարյանի այդ պոդքաստ անողները այս հարցազրույցը նայ, բայց շատ կուզեի նային եւ Ռոբերտ Քոչարյանի հաջորդ պոդքասթի ժամանակ տային այնպիսի հարցեր, որտեղ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի փառահեղ պանցալի կերպարն էլ ավելի պայծառանում, էլ ավելի փառահեղ դառնում, այլ տային հարցեր, որպեսզի ի վերջո գուցե Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ հասկանար, որ իր անցած ճանապարհի միակ սխալը այն չի, որ ընտրություններում մեծամասնական ու համամասնական ընտրակարգ է եղել։ Այնքան սխալներ կան իր ճանապարհին, եւ այդ սխալները Գիտեք, ես նույնիսկ չեմ ուզում, որ ասենք ինքը այդ սխալները ընդունի կամ ասի դա կներեցեք, սխալ եմ եղել եւ այլ։ Չէ, դա չի կարևորը։ Կարևորը եզրակացությունն է։ Կարևորը եզրակացությունն է, որ այսքան սխալներ արած, պետությունը այսքան վտանգած, պետությունը արյունով իշխանության եկած ու արյունով հեռացած։ Հոկտեմբերի 27, մարտի 1 պատահական չի այդ ամեն ինչը։ Մարդը այլևս ինչ որ անգել իրեն տան։ Այլևս պարզապես վերադարձի բարոյական իրավունք չունի։ Ձեզ, ինձ, որևէ մեկին ասելիք չունի։ Հասկացանք, ունի իշխանության ցանկություն, ունի բավականաչափ, ոնց ինքն էր ասում, լավ փող է աշխատում, բավականաչափ լավ փողեր ունի, ախպեր նստի, ապրի։ Գուցե գա այնուամենայնիվ գա այնպիսի իշխանություն, որ կարողանա քեզ հարցնել արդյոք դու քո բոլոր արարքներում օրենքի առաջ մեղք չես գործել։ Գուցե ասում եմ գա այդպիսի իշխանություն, չգիտեմ։ Այս իշխանության մոտ դա կարծես թե չստացվեց, բայց այդպիսի իշխանություն պետք է լինի։ Եվ այդպիսի իշխանությունը վերջին հաշվով պետք է պատասխան տա բոլոր հարցերին։ Այն բոլոր հարցերին, որոնք անվերջ ձևավորում են, եւ որովհետեւ պատասխան չեն ստանում, այ հայտնվում են մտքի տիտանները, հայտնվում են, չգիտեմ, պատրիարքները եւ այլն, եւ այնպես են վաղում իրականությունը, որ ես ուղղակի, ինչ ասեմ, իմ այս փորձը, իմ այս ամեն ինչի միջով անցած լինելը, այս ամեն ինչի հիշողությունը փորձում եմ մի կողմ դնել ու պատկերացնել լավ այն մարդը, որ ասենք ծնվել է 1988-ին, կամ ծնվել է 2000-ից հետո, այս ամեն ինչի չի տեսել, չգիտի, գիտի ասենք պատմություններով, գիտի այսօրվա հայտարարություններով, ինչ պիտի մտածի մեր երկրի իր անելիքի ու ինքը իր մասին, ինչ պիտի մտածի։ Ու ես այդտեղ հասկանում եմ, որ ես անվերջ անելիք ունեմ, որովհետև ես այդ ամեն ինչի միջով անցել եմ, ես այդ ամեն ինչի վկան եմ եղել, ու պարզապես իմ պարտքն է այն մարդուն, որը ծնվել է 2000-ից հետո, որը շարունակելու է Հայաստանի Հանրապետության կյանքը ճիշտ ուղղորդել, ոչ թե կողմնորոշել, չէ, ուղղորդել, ճիշտ ուղղորդել, ճշմարտության առաջ, իրականության առաջ աչքերը բացել, ու այդ մարդուն ասել, որ ինքը ուժեղ է, պետք չի թուլության սինդրոմ մեզ պարտադրել, պետք չի մեզ ասել, որ այ վաղը պատերազմ է սկսելու, դե հիմա որ էս Իրանի վրա հարձակվեցին, էս Իրանը հարձակվեց, այ հիմա մենք ստեղ խոսում ենք, բայց հաստատ ընդեղ Մեղրիի վրա, չգիտեմ ինչի վրա մի հատ հրթիռ սխալ կգնա։ Թաչու են ընկել, ընդեղ կռիվ կոտորած դուք էստեղ նստել եք։ Չի կարելի մարդուն անվերջ այդ վախերը ներշնչել, չի կարելի։ Մենք ուժեղ ենք, մենք ունենք ուժեղ լինելու բոլոր հիմքերը։ Վերջին հաշվով մենք արդեն այնքան կորուստներ ենք ունեցել, այսքան կորուստներից հետո պետք է սկսվի մեր վերելքի ժամանակը։ Եվ այդ վերելքի ժամանակը այս 2000-ից հետո ծնվածներն են երևի կրելու, որովհետև մենք դեռ կարող ենք ինչ-որ որոշումներ ընդունել։ Մենք դեռ կհասցնենք ճիշտ, բայց իրենք են իրականացնելու, իրենք են շարունակելու։ Ժամանակը իրենցն է։ Ես դա չեմ ասում այնպես անվերադարձ հեռանալու, բացարձակապես հեռանալու որևէ մտադրություն չունեմ։ Խնդիրը դա չէ, խնդիրը մտածողության որակի փոփոխությունն է։ Մտածողության որակի փոփոխությունը։ Եվ դու սկսում ես հասկանալ քո երկիրը, եւ դու Աստծուն հարաբերվում ես իբրև հավասարը հավասարի, որովհետեւ քեզ զգում ես Աստծո ընտրյալը, որովհետեւ հասկանում ես, որ Աստված քեզ հետ է, որտեղ դու ճիշտ ես։
Դու պարզապես ճիշտ ես, դու ճիշտ ընտրությունն ես անում, դու Աստծո ընտրությունն ես անում։ Վերջ առաջ գիտեք, շատ շատերը ամեն ինչ գցում են Աստծո վրա, Աստված կտա, Աստծո կամոք, այսպես այնպես։ Ես հիմա գուցե ինչ ասեմ, չգիտեմ, շատերը ինձ հիմա կարող են մեղադրել, Աստվածանարգման մեջ կամ ենք, բայց ես միլիոն տոկոսով վստահ եմ, Աստված չի գալու մեր գործերը անի։ Երբ մենք ծարավ ենք, Աստված չի գալու ջուր տա մեզ, Աստված այդ ջուրը ստեղծել է։ Ես էլ բաժակ է տվել, որ մենք գնանք այդ ջուրը վերցնենք, խմենք։ Աստված գործում է մարդկանց միջոցով։ Իսկ այդ մարդիկ մենք ենք, ու մենք պետք է մեր գործերը անենք։ Շնորհակալ եմ Տիկին Ես եմ շնորհակալ ձեզ եւ ունկնդիրներին համբերության համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Կհանդիպենք։